Եթե դու որդի ունես, իմացիր, որ այս աղոթքն այսօր նրան կբերի Աստծու պաշտպանությունը։ Տեր, իմ որդուն, անուն, հանձնում եմ քո ձեռքերին։ Նույնիսկ երբ ես նրա կողքին չեմ, նույնիսկ երբ նա հեռու է, եղիր նրա հետ։ Դու տեսնում ես այն, ինչ ես չեմ կարող տեսնել, եւ պահպանիր նրան, երբ ես ուժասպառ եմ լինում։ Ներիր նրա բոլոր թուլություններն ու սխալները, բժշկիր նրա հոգու վերքերը եւ բուժիր նրա սիրտը։ Երբ վախը մոտենա նրան, զորացրու նրան հավատով։ Երբ որևէ մեկը փորձի նրան վնասել, եղիր նրա լույսը։ Դարձրու նրան քաջ եւ անվախ։ Պարգևիր նրան իմաստություն եւ մաքուր հոգի։ Թող քո օրհնությունները լինեն նրա հետ, տանը, աշխատանքի մեջ, ճանապարհին եւ քնի մեջ։ Ուղարկիր նրան պահապան հրեշտակ, որպեսզի պահպանի նրան ամեն չարից։ Օրհնիր նրա ճակատագիրը եւ արագիրը եւ առաջնորդիր նրան լույսի, ճշմարտության եւ սիրո ճանապարհով։ Այրեր, որ գտնվում եք հեռախոսի էկրանի առաջ, խնդրում եմ, մի թերթեք առաջ։ Աստված գիտի ձեր դժվարությունները եւ ցանկանում է օգնել ձեզ դուրս գալ այս իրավիճակից։ Մի անհանգստացեք։ Թույլ տվեք ինձ հենց հիմա աղոթել ձեզ համար։ Տեր, դու գիտես նրանց բոլոր հոգսերն ու բեռները, յուրաքանչյուր փորձություն, որին նրանք բախվում են։ Դու նույնիսկ հաշվել ես նրանց գլխի յուրաքանչյուր մազը։ Խնդրում եմ, անձամբ մխիթարիր նրանց։ Վերցրու նրանց տխրությունն ու անհանգստությունը եւ քո խաղաղությամբ, ինչպես վահանով, շրջապատիր նրանց։ Խնդրում եմ, օրհնիր նրանց կյանքի յուրաքանչյուր ոլորտը, օգնիր նրանց անցնել այն ճանապարհը, որ առջևում է, եւ լցրու նրանց սրտերը քո սիրով ու ճշմարտությամբ, որպեսզի ինչ դժվարություն էլ հանդիպեն, ուժ ունենան շարունակելու առաջ գնալ։ Ամենից առավել խնդրում եմ, ներիր նրանց եւ նրանց ընտանիքներին, նախնիներին, ներկայիս սերնդին եւ նրանց, ովքեր հետո պիտի գան։ Մաքրիր նրանց երիտասարդությունը։ Մի դեպքում մի փակիր այս տեսանյութը։ Մեծ խնդրում եմ, կանգ առ 1 պահ, 7 վայրկյան, գրիր ամեն։ Դու քո ընտանիքը Աստծուց բարի լուր կստանաք։ Այսօրվանից քո կյանքից կվերանան անհանգստությունը, հոգնածությունը, տխրությունը։ Այսօր Հիսուսի անունով ձեր ընտանիքի վրայի բոլոր անեծքները կկոտրվեն։ Ձեր ամենը զորություն ունի։ Եթե սիրում եք Աստծուն չեք ամաչում նրանից, խնդրում ենք կիսվել այս հաղորդագրությամբ նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն։ Դուք ձեր սեփական աչքերով կտեսնեք, թե ինչպես է Աստված գործում ձեր կյանքում։ Ասում եմ, որ եթե այսօր շնորհակալություն հայտնես Աստծուն, քո բոլոր դժվարությունները կանհետանան։ Թող Տերը օրհնի յուրաքանչյուրին, ով կասի ամեն։ Եթե զբաղված ես,